Այ որ խոսում ենք, որ սա արդեն աբսուրդի ժանրից դուրս է, այո, մենք մեր պրակտիկայում չենք ունեցել իրավիճակ, երբ որ պաշտպանական կողմը փորձի ստանալ փաստական տվյալներ, ապացույցներ, այլ մեր մեղադրանքի հետ ներկայացված եւ ստացվի իրավիճակ, երբ քննիչը երբևիցե չի եղել պրակտիկայում նման դեպք, փորձի խուզարկություն կատարել փորձագետի բնակարանում, դուք եթե լսել եք, հնարավոր է մեզ հայտնեք նման տվյալ, չկա, մեր պրակտիկայում մենք չենք լսել, այ զարմանալին գիտեք որն է, երբ մեզ թվում է, թե այս 6 ամսվա ընթացքում տեղի են ունեցել այն բոլոր ապօրինությունները, որոնք որ արդեն ավարտվել են եւ զարմանալիորեն հասկանում ենք, որ ոչ, բարոյական իրականացնող մարմինը այնպիսի մտքեր ունի, որ փորձում է ինչ-որ նոր գործողություն կատարել, բացի քրեական գործը դատարան ուղարկելուց, բացի դատական վերջնական լուծում տալուց, այն մեզ զարմացնում է իրականում, թե 53 քննիչ ինչով է զբաղված, եթե ոչ ամեն օր նոր ինչ-որ ապօրինություն կատարելու մտքից, չգիտեմ, ինչ-որ նոր միտք է ծնվում։ Տեսեք, հարգելներս, ինչ է նշանակում կատարել ապօրինություններ։ Սամվել Կարապետյանը, այո, 6 ամիս է գտնվում է ապօրինի անազատության մեջ, 6 ամիս է ապօրինի մեղադրանք է ներկայացվել։ Այ դուք հարց հնչեցրեցիք, այո, ենթարկվելու են քրեական պատասխանատվության այն անձիկ, եթե Սամվել Կարապետյանը 6 ամիս է գտնվում ապօրինի անազատության մեջ, ապօրինի մեղադրանք է ներկայացված, ապա վստահ եմ, որ հետագայում եթե 6 ամիս, ապա ապօրինություն կատարողը 6 տարի է գտնվելու անազատության մեջ եւ այդպես շարունակ։ Եվ այո, կոչ եմ անում, որպեսզի դադարեցնեն այս աբսուրդային ժանրի ապօրինությունները եւ ի վերջո գործեն օրենքի դաշտում, եթե ունեն այդպիսի խիզախություն։